Հայաստանում ոմանք համառորեն կամ չեն հասկանում, կամ ձևացնում են, թե չեն հասկանում, թե ինչ է իրենից ներկայացրել խորհրդային ԿԳԲ-ն եւ ինչ են այսօր Ռուսաստանի ԳՌՈ-ն եւ ԵՖՍԲ-ն։ Սրանք անվտանգության սովորական կառույցներ չէին եւ չեն, սրանք իշխանությունը պահելու, մարդկանց կոտրելու, հավաքագրելու, շանտաժ անելու, լռեցնելու եւ պետությունները կախվածության մեջ պահելու գործիքները։ Երբ ԿԳԲ-ի հետ գործակցությունը ներկայացվում է որպես սովորական բան, իրականում փորձ է արվում նորմալ դարձնել բռնությունը որպես կառավարման մեթոդ, իսկ սա ուղիղ հարված է մեր պետականության հիմքերին։ Գլխավոր պատճառն էլ պարզ է, ոչ 91 թվականին տվեցինք հստակ քաղաքական եւ իրավական գնահատական կոմունիստական ռեպրեսիվ համակարգին, ոչ 2018-ի հեղափոխությունից հետո հստակ իրավաքաղաքական գնահատական տվեցինք Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, իսկ երբ սահման չի գծվում, ամեն մեկն իր անցյալը նորմալ է հռչակում։ Գերմանիան նացիզմը դատապարտեց ոչ միայն խոսքով, այլ պետականորեն Նյուրնբերգյան դատավարությամբ արգելեց գաղափարախոսությունը եւ դրանից հետո սկսեց բարոյական վերականգնումը։ Գերմանացիները դատապարտեցին համակարգը, որպեսզի այն չվերադառնա նոր դեմքով։ Լեհաստանը, Չեխիան, Բալթյան երկրներն անցան այս նույն ճանապարհով։ Մեզ էլ նույնն է պետք։ Հստակ գնահատական ռեպրեսիվ համակարգին եւ հստակ սահմանում։ Ով ծառայել է այդ մեքենային, չի կարող տնօրինել հանրային վստահությունը։ Սա ազգային անվտանգության նվազագույն պահանջ է եւ չափանիշ։